Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագրին, Փաշինյանը հանդես եկավ ելույթով նա ընդգծեց, որ խաղաղությունը սոսկ ստորագրված պայմանագիր չէ, այլև հասարակության սոցիալ-հոգեբանական ընկալումը։ Նրա խոսքով խաղաղության առանցքային բաղադրիչներից մեկը պանդուխտի հոգեբանությունից ձերբազատվելն է։ Նա իր խոսքով քննադատում է այն շրջանակներին, որոնք փորձում են տեղահանված արցախցիներին պահել սպասողական վիճակում։ Ես ուզում եմ նաև կառավարության նիստում արձանագրել եւ նույնիսկ դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին եւ ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է։ Հասկանում եք, խաղաղությունը ինչ կապ ունի սա խաղաղության թեմայի հետ, որովհետեւ երբ որ մենք ասում ենք ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք նրա մասին, եւ մենք պետք է առերեսվենք, հատկապես հիմա դա շատ կարեւոր է անել։ Երբ որ մենք ասում ենք, խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, նկատի ունենալով այն, ինչ հասկանալիորեն եւ ակնհայտորեն նկատի ունենք, մենք ըստ էության առաջինը չենք թողում, որ այդ մարդիկ խաղաղվեն եւ տնավորվեն։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ խաղաղությունը մենակ պայմանագիր չի։ Խաղաղությունն է նա, որ մարդը խաղաղվի, հասկանա, որ այն ճամպրուկը կապած վիճակում այդ չկա ավելի դաժան եւ տառապալի բան, քան սպասումը։ Բայց մենք որպես ժողովուրդ արդեն 100 քանի տարի է այդ սպասումով ենք ապրում եւ սա ուզում եմ ընդգծել էլի, սա կայսերական քաղաքականություն է։ Սա հակահայկական, ապահայկական, կայսերական քաղաքականություն է, որ մի խաղաղվեք, էսա կվերադառնաք կամ կվերադարձնենք, էսա ցեղասպանության միջազգային ճանաչում կլինի, էսա կվերադառնաք Վան, Մուշ, չգիտեմ, Կիլիկիա։ Կառավարության նիստից հետո էլ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանում կոռուպցիան համակարգային է, թե ոչ, պատասխանեց. Հակակոռուպցիոն պայքարի արդյունքները գնահատում եմ, գիտեք, որ 2018 թվականից մենք այդ առումով բոլոր միջազգային զեկույցների համաձայն ունենք էական առաջընթաց, բայց նաև վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ լճացման որոշակի ազդակներ կան եւ նաեւ այդ լճացման ազդակները առաջին հերթին մեզ համար նրա մասին են, որ մենք բարեփոխումների ընթացքը պետք է շարունակենք եւ գաղտնիք չի, ասել եմ նաեւ, որ կատարողականի հիման վրա վարձատրության համակարգի ներդրումը նաեւ այդ գիտակցության արդյունքն է, որ մենք հակակոռուպցիոն պայքարում պետք է ավելի վճռական եւ համակարգային փոփոխությունների գնանք։ ԿԳՄՍ նախարարությունը հիշեցնում է, որ գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները կարող են դիմել պարտադիր զինվորական ծառայությունից ծառկետում ստանալու համար։ Դիմումները ընդունվում են 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը։ Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է։ Ովքեր կարող են դիմել կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում համապատասխան նվաճումներ ունեցող քաղաքացիները ըստ կառավարության համար 450, 451 եւ 457N որոշումների։ Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 27-ից 28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում թաց-ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով, առանցին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ եւ քամու ուժ գնացմամբ 14-ից 17 մետր/վայրկյան արագությամբ։ Հիդրոօթերոթաբանության եւ մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից հայտնում են, որ մարտի 27-ին Սյունիքում եւ Վայոց-Ձորի առանձին հատվածներում, մարտի 27-ին 28-ին Լոռիում եւ Տավուշում տեղումները կլինեն ինտենսիվ։ Սպասվող տեղումներով պայմանավորված մարտի 27-ից 28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Ողջի, Գորիսկետ, Մեղրիգետ, Արփադեպետ եւ Աղստև գետերի ավազաններում զգալի։
Սպիտակ տունը պատրաստ է առաջիկա օրերին ցամաքային գործողություններ անցկացնել Իրանում, այս մասին գրում է Wall Street Journal-ի թղթակից Ալեքս Ուորդը հղում անելով հանրապետական կոնգրեսականներին։ ԱՄՆ պաշտոնյաները հստակորեն ակնարկում են, որ Իրանում ցամաքային գործողություն է նախատեսվում եւ կարող է շուտով սկսվել, գրել է Ուորդը X-ի իր էջում։ Ըստ ամերիկյան Axios պորտալի աղբյուրներին հղում անելով, ԱՄՆ զինված ուժերը պլանավորում են շարունակել հարվածները Իրանի տարածքում առնվազն 2-3 շաբաթ, նույնիսկ եթե Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև ուղիղ բանակցություններ տեղի ունենան։ Ավելին իմանալու համար հետևեք Panorama-ին եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։